Պարոն Իսրայելյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար եւ այսպես կանդրադառնանք Ալիևի վերջին ըստ էության հայտարարություններին, բաց տեքստով, թե իրենք ինչպես են գալու Հայաստան, որ Սևանը իրենցն է եւ նաեւ դրա պատասխանը, դա պատասխան չէր, ինչպես էր այդ ամենին արձագանքում Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ընդհանրապես արձագանքելու Ալիևի ասածները ստեղ Հայաստանում գտնվող ներկա իշխանության կողմից երևում է, որ սրանք ոչ մի պետական մակարդակով, ոչ մի ղեկավարի կարգավիճակում իրենց չեն զգում Ալիևի առաջ, Ալիևը որ մի բան ասում, սրանք միշտ որ պիտի հակասեն, սրանք բացատրում են Ալիևի ասած մտքերի իմաստը, որ ինչա ուզեցել Ալիևը ասի, որ Ալիևը ասում էր խոսքի բանի Զանգեզուրի միջանցքի մասին, իրանք միշտ ասում են, չէ, ճանապարհի մասին է խոսքը գնում, Ալիևը ասում է Սևանա լիճը սենց է կոչվում, ոչ թե Սևանա լիճ, այլ թուրքական ինչ-որ բան, սրանք ասում են, դե չէ, նա այդ չէր նկատի ունենում, ու սենց, որ հետ դառնանք սկզբից Ալեն Սիմոնյանի արձագանքը, որ այդ բառը օգտագործեց Ալիևը ներկայացնում է, այդ բաները ասում է իրեն ներքին լսարանի համար, մի հատ տպավորություն տվեց ու համոզմունքի եկանք մենք, որ սրանց խաղը Հայաստանում ղեկավար լինելու ոնց է, ժողովուրդ իրենց ունեն ներքին լսարանի համար խոսքի, մտքեր խոսքեր, այն սուտ թեզերը, սուտ խոստումները, որ տալիս են, այդ ներքին լսարանը մենք ենք էլի, որ ասում է, նա իրա երկրի համար Ալիևը որպես ներքին լսարան, սա էլ իրա տրամաբանությունով, իրա ձևերով ոնց որ երկրում ղեկավարում են, ներքին լսարանի համար սուտ բաներ թեզեր խոսեն, կարևոր չի դա իրականություն կդառնա, չդառնա, կարևոր է որ ժողովուրդը հավատեն, որ ժողովուրդը միջև այսօր հավատել են, այսօր բերել են գլխներին, ասում է, այսքան աղետը բերել, էլի շարունակում են հավատալ, ասում է մի քանի սուտ էլ բերի խոսանք, էլի Ալիևն էլ իր ներքին լսարանի համար է խոսում, սուտ բաներ է խոսում, բայց ի տարբերություն ձեր ասած Ալիևի ձեր մեջ, նա այդ սուտը, որ իր ժողովրդին կամ էլ իր հանրությանը միշտ ասել է, նա իր սուտը ընթացքում իրականությունով է ցույց տվել, բայց ձեր ասած սուտը աղետով եք ցույց տվել, ձեր ասած սուտը բերել եք ժողովրդին հասցրել անտուն անհայրենիք, ու անդրադառնալով սրանց կողմից այդ մեկնաբանությունները, այդ Ալիև հարաբերությունը կամ այդ ոնց եք դուք բանակցում, բա որ ձեր ամեն մի խոսքի մեջ օրեցօր հակասություններ է գնում, բա այդ ինչ խաղաղության մասին եք խոսում այդ Պադոնիկ Ալիևի հետ, որ դրա ձենը տասնյակ տարիներ առաջ բերանից չէր դուրս գալիս, այլ մի ուրիշ տեղից էր դուրս գալիս դրա ձենը, բայց այսօր նա ձենը բերանից է դուրս գալիս, ձեր ձենն է մի ուրիշ տեղից դուրս գալիս, այդով դրանց նրա բերանում լեզու դրեց, այդով տվեց նրան այդ խոսելու, որ ասում եմ, բանը, առավելությունը, ժողովուրդը տվեց, դուք եք տվել, ձեր պարտությունով, ձեր նվաստացած կերպարով, ու նա էլ ինքը իրան բանանում, որ կարա ձեր հետ տենց խոսա, որ կարա այդ ձևի արտահայտություններով ներկայացնի, դուք եկած այսօր արցախցիների հետ վերադարձի հարցը ամեն օր ամեն տեղ նստած կասկածանքի տակ եք դնում, կամ դա վտանգավոր պարագա եք բանանում, մարդկանց իրավունքները դուք ինչ իրավունք ունեք ոտնահարելու կամ իրենց տեղը որոշելու, այդ մարդկանց իրավունքը այնտեղ է, որտեղ ծնվել են, այդ մարդկանց իրավունքը այնտեղ է, որտեղ հազարամյա տարիներ իրենց անցյալները ապրել են, այդ մարդկանց իրավունքը այնտեղ է, որտեղից հայկական, որ ասում է, հզոր առաջնորդներ են ծնվել, հերոսներ են ծնվել, դուք այսօր եկած դա հաշվում եք վտանգավոր օրակարգ, բայց ես ասեմ ամենամեծ վտանգավոր օրակարգը այսօր դուք եք հայ ժողովրդի մեր ազգի համար, քան արցախցիների հետ վերադարձի օրակարգը, որովհետև հայ արցախցիները իրենց բնորանը, իրենց պապական հայրական օջախներն են վերադառնում, ու ուզում են վերադառնան, ու այդ ցանկությունը կա, ու այդ ցանկությունն էլ այնքան մեծ բանով է, որ ոչ թե սա հույսը հավատով է,
այլ իրենց նպատակն է, նպատակով են գնալու, նպատակով ենք մենք հետ վարադարձում իրականություն դարձնելու դա։ Ոչ թե ձեզ նման կասկածանքներով, ոչ թե ձեզ նման գան Սուրբ Արցախում պարեն, Սուրբ Արցախում արցախցիների մեջ սուտ-մուտ խոստումներ տան, գանստեղ հետո տանեն արցախցիներին թշնամու զոհ դարձնեն, թշնամու բերան, որ ասում եմ, շամփայ դարձնեն։ Էդ եք դուք իրավունք չունեք դուք այսօր արցախցիների իրավունքների մասին խոսեք։ Իրավունք չունեք ընդհանրապես դուք Արցախից խոսեք։ Իրավունք չունեք դուք ընդհանրապես հայ ազգի անունից խոսեք։ Դուք չեք արդարացրել ձեր ղեկավար էությունը։ Դուք չեք արդարացրել ձեր առաջնորդը։ Դուք առաջնագծում չեք եղել։ Դուք չեք առաջնորդել ժողովրդին ազգին։ Դուք ազգին եք տարել կործանման։ Դուք հետևից կաղնած մեկնաբանություններով եք ասում, ով ոնց պիտի իրան պահեր կամ կռվեիք կամ իջևեջ մնայիք։ Առաջնորդը կարա տես խոսքեր ասի։ Հիմա Ալիևին պատասխանները տվեք։ Կարող եք պատասխանը կարա։ Ալիևին պատասխաններ տվեք։ Ժողովրդի վրա եք ձեր մուրը հանում։ Ստեղ մայր հողում մարդկանց բանն եք ոտնահարում, իրավունքներն եք ոտնահարում։ Ասեք էլի մի երկու բերան բար խոսել, արդարացնում եք։ Ալիևի ասածները դուք արդարացնում եք կամ ինձևի մեկնաբանում եք հանրության մեջ ձեր մտավախություններով, այնքան եք վախած, այնքան եք գիտեք ձեր մեղքերը, ձեր արած այդ կեղտոտ գործողությունները սեփական ազգի նկատմամբ, որ դուք այսօր Ալիևը մի բան ասում, միանգամից սարսափում եք, միանգամից չգիտեք ինչ, բայց ո՞նց եք պայմանավորվում։ Ես պատասխանը ձեզ ասեմ, այն ղեկավարը, որ իր ազգին խաբում է, այն ղեկավարը, որ իրան ազգին տանում է կործանման, ես միշտ ասել եմ, թշնամին էլ չի այդ ձևի ղեկավարի հետ որպես բան, որ ասում է ընդունում կամ էլ։ Դրա համար նա ինչ կա, նա էլ ասում է։ Դուք ասում եք ճանապարհն, ասում է չէ, ճանապարհ չի, դա միջանցք է։ Դու ասում եք դա լինելու է Հայաստանի տարածքային ամբողջության ու բանի այդ անվտանգության հետ կապված մեր բանու շրջանում, բայց ինքն էլ ասում է չէ, դա լինելու է անխոչնդոտ։ Դուք ասում եք այն տարածքները, որ բանի ժամանակ, այդ որ սահմանազատման ժամանակ հետ են վերադարձնելու կամ ես մեկ եմ ուս, ինքն էլ ասում է չէ, տղեր տես չի։ Ոնց որ կակ այդ սահմանը տեղել լինելու, հալը մի ահագի մասել, ահագին տարածքներ կա, որ դուք պիտի հետ վերադարձնեիք։ Հարա գնացեք նրան պատասխանը տվեք, կարող եք նրան պատասխան, եկած ընկած ստեղ առավոտից իրիկուն հանրության մեջ, ժողովրդի մեջ ման եք գալիս տեսնեք ով է ինչ որ մի բանում հակասում կամ ով է ինչ որ միտեղ մեկի հետ իր կյանքն ձևակերպում կամ ես մեկ եմ ույսը։ Հայաստանի անվտանգությունը այսօրվա իրավիճակում սարսափելի իրավիճակում է գտնվում։ Ժողովուրդ նորից եմ ասում, այդ իրադարձությունները, որ ասում եմ մի հատ ակնթարթում է լինելու, որ ոչ մեկը դեռ չեք հասցնելու, հասկանաք ինչ կատարվեց։ Արցախը ձեզ ասում եմ օրինակ, մի օրվա մեջ են կործանել Արցախը։ Մի օրվա մեջ են այդ խեղճ ժողովրդին այն ձևի իրավիճակի մեջ գցել, որ այդ ցեղասպանությունից մի կերպ փրկվելով ամեն ինչ որ ասում է թողելով զորով հասել մայր հայրենիք։ Իմացեք ինչ են ու ինչ ճանապարհ են ձեզ տանում, իմացեք որ ուղղության վրա են ձեզ տանում։ Կործանում է սա կոչում, սա Թուրանի իրականացում է, սա թուրքական ծրագիր է։ Ուրիշ էլ ոնց կարելի է այս իրավիճակից որ ասում է ինչ որ մեկնաբանել կամ կասկածել կամ էլ կասկածելու բան չկա, Թուրանի իրականացում է։ Դա մեր ուզածը չի, դա թշնամու ուզածն է։ Թշնամին Արցախի կործանումից հետո շարունակում է այդ ծրագրերը իրականացնելը։ Ու այդ շարունակական ծրագրերի իրականացման այս նմանատիպ ղեկավարներն են բերելու մեր ազգին նորից կրկնապատիկ ծնկաչով կամ էլ նվաստացնել կամ էլ էլի կործանման։ Դուք մի հատ որ բան հիշեք 10-15 տարի առաջ Ալիևի ձայնը դուք լսում էիք, ընդհանրապես Հայաստանի մասին նա բան խոսում էր, իսկ Արցախի մասին էր նա սարսափում խոսելու։ Բայց այսօր դուք եկած ստեղի ներկա իշխանությանը ստեղ ժողովրդին մեզ եք ասում Արցախի բառը ինչքան շուշ տալիս եք Արցախ բառը այնքան Ալիևին ասում ջղայնացնում եք դե տենց է էլի մեկնաբանությունը դառնում
Ալիևն էլ դրա համար ստեղ մեր տարածքների վրա էլ իր սկսում ասում է բանաներ, դա ղեկավարի մեկնաբանություն է, դա երկրի ղեկավարի առաջնորդի մեկնաբան, ամոթ չի արա ձեզ, դուք ինքները ձեզ լսում եք ձեր մտքերը բարեր օգտագործելուց հետո, կամ էլ այդ ներքին լսարան հասկացողությունը, բա մի հատ բացատրեք տեսնանք այդ ներքին լսարանը որն է, որ դգնում եք ուրիշ բաներ պայմանավորվում, ստեղ գալիս ժողովուրդն էլ ուրիշ բաներ խոսում, Արցախը Հայաստանն ու վեր ներքին լսարանի համար է եղել, հա? Որ եկել եք Շուշիի պարում եք, ներքին լսարանի համար է եղել, հա? Որ ցույց տակ ձևական, որ հրահանգեք այդ պատերազմին, որ հետագայում էլ ասեք դե ժողովուրդ դուք եք մաղավար, չեք պահել, չեք կռվել, կամ միջև վերջ մնայեք կռվեիք, այդ ներքին լսարանի համար է այդ բառերը, բա դրա համար եմ ասում, ինչքան էլ ժամանակ ասնի, տասնյակ օրեր, տարիներ, անպատասխան չեք մնալու, անպատիժ ոչ մեկը չի մնալու, օրենքի առաջ, Աստծո առաջ, ժողովրդի առաջ, դուք իրեք կողմից եք պարժվելու եք, պարժված եք, անիծված եք հանրության կողմից, ժամանակները այս ընթացքում կերևա, որովհետև ձեր բառերը, որ էտել է հիմիկվա իրավիճակում էլի սուտ խոստումներ եք տալիս, դա իրականությունով ցույց պիտի տակ, դա էլ այդ սուտ խոստումներ այդ բաները չի ասնում արդեն, չի ասնելու, բա դուք միջև այդ ժամանակ ինչքան խոստումներ եք տվել, ինչքան ասել եք, որ պարագայում եք ասել, ինչ եք ասել, որ ալեր եք, բա ասեք էլի ձեր մեկնաբանությունների մեջ այնքան որ բան չարաշ չունեք այս ժողովրդի համար, այս ազգի համար, որ դուք բան չունեք ասելու, որ ժողովուրդ հիշում եք, որ այսիշ տարին ասել եք, սենց ենք անելու ու արել եք, չկա տես բան, ինչ խոսք եք տվել, սաղ կործանել եք, ինչ խոսք եք տվել, սաղ ազգին զոհաբերել եք, հիմի եկած մի հատ իրավունք մնացել Արցախայությանը, դա էլ եք ուզում եք ժողովրդի ձեռից խլեք, հետվերադարձի օրակարգի հետ կապված, այս ինչի մասին եք խոսում, հենց այդ աշխարհը տեսեք, շրջապատը ինչ է կատարվում, հենց այդ ղեկավարների տեսեք, այդ ղեկավարներից օրինակ վերցրեք, դուք օրինակ ղեկավարներից վերցրեք, առավոտի ցիրիկուն իրար մեջ նախկին ներկա անցյալ, նախկին ներկա անցյալ, ինչի համար, որովհետև դա ձեզ ձեռ է տալիս, որովհետև դրանով եք այդ սուտ թեզերով եք եկել իշխանությանը, հիմի շուտ այդ թեզերով էլ ուզում եք նորից էլի վերընտրելու համար սուտ մուտ բաներ, իմ Արցախցի լինելս, իմ Արցախս եմ պահանջում, Ինչի հետաքրքրում ներկա նախկին անցյալները, եղբայրս է հետաքրքրանում, որ բանտում է գտնում մի թուրքի ձեռին, ինձ պատասխան տուր, կարող եք պատասխան տուվեք այն ժողովրդին, որ թողել եք անտիրական, կարող եք պատասխան տուվեք այն 5000-ից ավել զոհված ծնողների երեխոց, որ ասում է ինչի համար, կարող եք գնացեք պատասխան տվեք անհետ կորածներ ծնողների առաջ, Գնացեք տղայեք, գնացեք պատասխան տվեք այն ում աղետ եք բերել, ում տուն աղետ եք բերել, ընկած առավոտի ցիրիկում մենակ ստենդ է ինչ-որ մեկը մեկի հետ ինչ-որ միտեղ ես իմ ազնական բաների հարցերի մեջ եք մտնում, կամ էլ ինչ-որ այդ կոռուպցիոն փողերի լվացման ով է շատ լվացել այն ժամանակա թե հիմի է, կամ էլ ժողովրդի պատասխան ով է տալու, մեզ ով է պատասխան տալու, Արցախի կործանման ով է պատասխան տալու, իմ ժողովրդից իմ Արցախայությանս ով է պատասխան տալու, Սերիկաներ այդ մարդիկ ես 2 տարուց ավել աստեղ մի հատ տնտես սոցիալական հարցեր չեք կարող բանանեք, որ գոնե իրաց գոյատևությունը, գոնե իրաց են կորցրածը, որ ասում են ինչ կա չկա այդ մարդիկ գոնե մի ձևի բարելավելու կամ էլ բանանելու ստեղ, որ չարտագաղթ են, ապրեն ստեղ, իրանց հողում, իրանց հայրենիքում, վաղվա հետ վերադարձ Արցախը, մենք հույս հավատը ձեզ չեք կապում, այսօր որ մեկ այդ օրակարգում այդ հարցը միշտ Առաջնային պահում եք, դա ընդհանրապես դուք կապ չունեք դրա հետ, դուք պատասխան եք տալու դրա կործանմանը, բայց մենք պատասխան ենք տալու դրա վերականգնմանը, դա տարբեր բաներ է, իստեղ մեկնաբանելու բան չկա, ընդհանրապես սրանց ամեն մի ասածը կողքից որ նայում ես Ալիևի պահվածքը, Ալիևի խոսելու ոճը, մեկ էլ ձեր պահվածքը, ձեր խոսելու ոճը, խղճացած, արդարացնելով, բա ժողովրդի մեջ որ մատ եք թափ տալիս, այդ խեղճ մարդ միտեղ ինչ որ մի հատ բան անում, կամ բանրան էլ մի հատ մատ թափ տվեք էլի, չէ, նա տենում է որ դուք այս ժողովրդի խափողն եք, ու ինքը ձեր աշկներն է կողում, ու ինքը ձեզ ասում է, ինչ չեք կարա խափել, ինչ մեր հետ խոսեցել եք, պայմանավորվել եք,
Դրա համար Ալեն Սիմոնյան, որ ասում ես ներքին լսարանի համար դու գալիս այստեղ սուտ թեզեր ան տալիս, կամ էլ մնացած ղեկավարները։ Նա ասում է, սուտը չի ասում, սուտը դու խոսա քո ներքին լսարանի համար։ Մեր համար ասում է, դու մեր հետ ուրիշ բան ես պայմանավորվել։ Դու մեզ ուրիշ բան ես ասում է խոսք տվել։ Վախներդ բռնել արա, Ալիևը վախներդ բռնել է։ Ոնց որ մենք ենք մեր հզոր առաջնորդներ են տասնյակ տարիներ առաջ իր վախը բռնած, որ ձենը չէր հելնում։ Հիմի Ալիևը ձեր վախն է բռնել, բայց մեր վախը չի բռնել։ Մենք ծնկաչոք չենք լինելու Թուրքիա-Ադրբեջանցու առաջ, որովհետև ինքը իմ թշնամիս է, իմ պատմական թշնամիս է Թուրքը, ով ուզում է ինչ ուզում է ասի։ Իմ հետ վերադարձ Արցախս, իմ որ ասում է բոլոր արժանապատվությունը հայի կերպարը մինչև չվերականգնվի, ես ոչ մեկի առաջ ոչ որ ասում է բան ունեմ ասելու, կամ էլ ոչ էլ մեկին ինչ որ այդ իրավիճակում սուտ-մուտ թեզեր խոստալու։ Ամեն մի հայ լինել, հայ ապրելու, պայքարելու, դա ձեր ամեն մեկի կերպարի մեջ է, խոսքերով չի։ Կարողանում եք պայքարեք, կարողանում եք այդ պայքարը գործում ցույց տվեք, իրականությունով ապացուցեք։ Դուք չեք կարողացել, իրականությունով դուք խայտարակել եք ազգը, իրականությունով դուք ժողովրդին բերել եք հասցրել եք ձևի ծանր իրավիճակում, ձեր բոլոր իրականությունը, ինչ որ մեկ այսօրվա իրավիճակում հայտնվել եք կամ տեսնում եք, այդ ասախ, ողբերգություն, կործանում կամ որ ասում ահռելի իրավիճակ։ Բայց ձեր ասած խոստումները, այդ լրագրողների առաջ կամ այդ տրիբունաներից, որ խոսում եք մեծ խոսքերով, բառերով, դա արդեն չի աշխատում, չի ստացվելու։ Մեծ պատասխանատվության տակ եք, մեծ պատասխանատվության տակ եղել եք, չեք կարողացել արդարացնել ձեզ։ Հիմի ուզում եք մի ձևի դա մանիպուլյացնել, շեղել կամ բրդել այդ ձեր պատասխանատվությունը ուրիշների վրա, չի ստացվելու։ Այդ ձեր այսօրվա իրավիճակում էլ հայրաքելական եկեղեցու վրա այդ հարձակումները, ես արդեն մեկնաբանել եմ դրա հետ կապված, որ դուք դա մի հատ ձեր համար էլի մի հատ ուղղություն է, որ ընդհանրապես Արցախի հարցը կամ Արցախի այդ օրակարգից հանվի այդ իրավունքների կամ հետ վերադարձի հարցը։ Շեղելու մի հատ բան է էլի, որ ասում է պահա, որ դրանից էլ եք ուզում օգտվեք, բայց չի ստացվելու։ Նորից եմ ասում, ժամանակներ, տասնյակ օրեր, ամիսներ, ինչքան էլ ժամանակ անցնի, մենք արցախցիներս մայր Հայաստանում ապրելու ենք, մայր Հայաստանում շահենացնելու ենք, ու ընթացքում էլ ինչքան հնարավորություններ պահը որ գա, այդ հնարավորությունները դարձնելու ենք իրականություն։ Իրականությունն էլ հետ վերադարձ Արցախն է, իրականությունն էլ հայկական Արցախի նորից վերածնունդն է, իրականությունն էլ հայի կերպարը որպես հայ ազգ աշխարհով մեկ որպես հարգված ազգ եղել է, արժանապատիվ այդ դրա վերականգնումն է, որովհետև ամեն մի հայի կերպարից է կախված այս հիմիկվա իրավիճակը։ Ոնց որ մենք դրսևորենք մեր ժողովուրդն է ապագայել մեզ սպասում է։ Ոնց որ մենք ուզում ենք վաղվա օրոդ մենք տեսնենք ինքներս մեզանից է կապված, վաղվա օրոդ դա լինելու է։ Ինչ մեզ որ գա հասնի, ուրեմն մենք դրան արժանի ենք։ Այսօրվա ծանր իրավիճակում, եթե մենք այս բանում հանդուրժ ենք կամ հարմարվենք դրան, ուրեմն դրան արժանի ենք։ Ոչ մեկին ոչ մեղադրեք, ոչ մեկին էլ ոչ բան արեցիք, որ այստեղ այս չարեցին կամ այն չարեցին։ Այս հողում մենք ենք ապրում, այս հողում հայը հազարամյա տարիներ ապրել է, պատմություն ունի, նույնն էլ Սուրբ Արցախը։ Արցախի հետ վերադարձը պիտի իրականություն դառնա։ Արցախի հարցը պիտի միշտ օրակարգում լինի։ Ալիևը սարսափում է Արցախից։ Ալիևը ինչի համար է սրանք նույնպես էլ էս ներկա իշխանություն, ինչի համար է սրանք Արցախ բառը լսելուց կամ Արցախի հետ կապված ամեն մի հարցի շուրջ սենց միանգամից խառնվում իրար, վախում են, սարսափում են, գիտեն, մեկը գիտի, որ Արցախը իրենը չի, այս մեկն էլ գիտի, որ բոլոր իրաց դավաճանությունները կամ իրաց ոչ հայանպաստ իրականացած այդ համագործակցությունը թուրքերի հետ բացահայտվելու է, այդ դրա համար էլ ուզում են այդ հարցը փակել, վախում է, որ ամեն ինչ բացահայտվի, հետ վերադարձ Արցախից վախում Ալիևը, սրանք էլ վախում է, որ ընդհանուր բոլոր այդ գործողությունները բացահայտվի, ու բացահայտվելու է ու հետ վերադարձնել իրականություն է դառնալու։